տեսեք, կրկնում եմ դա։ Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքով պատշաճ դիմումներ քիչ են ստացել կուսակցություններից, բայց չնայած այդ ամենին վերահաշվարկն ամեն դեպքում իրականացվում է։ Նախնական արդյունքը դրա համար է նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմա այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ իրականացում։ Այդ վերահաշվարկի հետ կապված էլ մի բան տեղեկացնել։ Պատշաճ կարգի դիմում վերահաշվարկի մենք շատ քիչ ենք ստացել։ Կարող եմ դա ասել։ Մենք ստացել ենք 3 ուժերից վերահաշվարկի դիմումներ։ Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք եւ Հայաստան կուսակցությունների դաշինք։ Հրապարակենք սահմանադրության տեքստը։ Նոր սահմանադրության տեքստը որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք, ասել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարարն ասել է, որ սպասում են որոշ գործընկերների կարծիքներին, որոնք չեն հասցրել դիտարկումներն իրականացնել եւ ներկայացնել իրենց։ Մոտ 2 շաբաթ պետք կգա, որ դրանք ամբողջացնեն, եւս մեկ քննարկում կունենան, ապա կորոշեն, պատրաստ են արդյոք հրապարակել, թե ոչ։ Սա միանձնյա որոշում չէ, այսպես է որակել ամբողջը Սրփուհի Գալյանը։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը եւ կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո ինչու եմ այսպես ասում, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, եւս 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։ 2025 թվականին այս նույն նախարարն ասել էր, թե սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները, իսկ 2026-ի մարտին արդեն ասել էր, որ մինչև ազգային ժողովի ընտրություններ կհրապարակեն նոր տեքստը։ Հայաստանում անցկացված ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով եւ արևմուտքի միջամտությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաեւ նշել է, որ հայ հասարակության շրջանում պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման եւ երկրի եվրասիական ինտեգրացիոն միավորումներին հետագա մասնակցության պահանջը, քանի որ դրանք տալիս են կոնկրետ արդյունքներ։ دیپلماسی و میدان Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտարարել է, որ դիվանագիտությունն ու մարտի դաշտը առանձին երևույթներ չեն, այլ համատեղ ծառայում են Իրանի ազգային շահերի եւ անվտանգության պաշտպանությանը։ Նրա խոսքով այնտեղ, որտեղ դա կպահանջվի, երկրի զինված ուժերը վճռական պատասխան կտան հակառակորդին։ Բաղային շեշտել է, որ իրադարձությունները ցույց են տվել, որ Իրանի խիզախ զինված ուժերը չեն հապաղում երկրի պաշտպանության հարցում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանությունը խոցել է ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ։ Կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իրանի հարավում ամերիկյան ագրեսիայի հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի մի քանի ռազմաօդային եւ ռազմածովային բազաների, ընդհանուր առմամբ թիրախավորելով ամերիկյան ռազմական օբյեկտներին առնչվող 21 թիրախ։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ հետագա հարձակումների դեպքում կհետևեն ել ավելի խիստ եւ լայնածավալ հարվածներ։ ԱՄՆ-ն պետք է հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել, այլապես Իրանը կպատասխանի ցանկացած հարձակման կամ սպառնալիքի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Չնայած մարտի դաշտում կրած պարտություններին ԱՄՆ-ն որոշեց փորձել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերը ոչ մի հարձակում կամ սպառնալիք անպատասխան չի թողնի։ Հեռացեք մեր տարածաշրջանից։ Պարսից ծոցի պատմությունը բազմաթիվ էջեր ունի ներխուժող օտարերկրացիների ծանր ճակատագրերի մասին։ Սոցցանցի իրերում գրել է Արաղչին։ Իրանի արտգործնախարարի հայտարարությունից առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էր հայտարարել, որ պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում եւ Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ Արաղչին գիշերը առանձին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի իր գործընկերների հետ, քննարկել տարածաշրջանային վերջի զարգացումները, ԱՄՆ-ի եւ Իրանի վերջին լարված հարվածներից հետո։ Ըստ գործակալության Իրանի գլխավոր դիվանագետը իր գործընկերների հետ զրույցներում դատապարտել է ԱՄՆ ռազմական ագրեսիան եւ Իրանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտումը։ Արաղչին նաեւ ընդգծել է. Իրանն իրավունք ունի ինքնապաշտպանվել եւ պատասխան գործողություններ ձեռնարկել ցանկացած ագրեսիայի դեմ։
ԱՄՆ-ն եւ Իրանը հզոր հարվածներ են հասցրել իրար Մերձավոր Արևելքում ամերիկյան Ապաչե ուղղաթիռի միջադեպից հետո։ Պենտագոնը Հորմուզի նեղուցի մոտ իրանական հակաօդային պաշտպանության եւ ռադարների ուղղությամբ հարձակումների 3 ալիք է ունեցել։ Վաշինգտոնում հարձակումն անվանել են նախազգուշական կրակոց եւ հույս հայտնել, որ այն չի խանգարի բանակցություններին։ ԻՀՊԿ-ն հրթիռներ եւ դրոններ է արձակել տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ, ներառյալ Բահրեյնում 5-րդ նավատորմի շտաբի։ Իրանի իշխանությունները նաեւ հայտարարել են, որ խոցել են $30 միլիոն արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական FP5 Flamingo անօդաչուները հարվածել են Չեբոքսարի ռազմական գործարանին, որը ռուսական բանակին ապահովում է դրոնների եւ հրթիռների բաղադրիչներով։ Սևաստոպոլի ղեկավարը հայտնել է, որ ուկրաինական անօդաչուների նպատակային հարվածի հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Սևաստոպոլի պաշտպանության պանորամայի շենքը։ Տարածաշրջանի իշխանությունների փոխանցման միջադեպի հետևանքով զոհեր եւ տուժածներ չկան։ Բռնկված հրդեհին տրվել է վտանգավորության 4-րդ կարգ։ 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը, ընդամենը 1 գիշերվա ընթացքում։ Մոսկվայի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 12 անօդաչու թռչող սարք։ Վլադիմիրի մարզում անօդաչու թռչող սարքի արձակումը հրդեհներ է առաջացրել 2 ենթակառուցվածքային օբյեկտներում։ Տուժածներ չկան։ Չուվաշիայի իշխանությունները նույնպես հայտնել են Չեբոքսարի վրա հրթիռային հարձակման մասին։ Տուժածների եւ վնասված ենթակառուցվածքների թիվը ճշտվում է։ Սարսափի մեջ է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքը։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, պահանջելով վտարել իրենց երկրից միգրանտներին։ Բողոքի ցույցերը սկսվել են, երբ երեկ երեկոյան սուդանցի տղամարդը փորձել է կտրել տեղի բնակչի գլուխը։ Օգնության են հասել անցորդները, հարվածել ձեռքի տակ եղած միջոցներով ու փորձել ազատել իրենց հայրենակցին։ Միգրանտը ձերբակալվել է։ Ցույցերի մասնակիցները սկսել են այրել տներ, մեքենաներ, խանութներ, անգամ առևտրի կենտրոններ, որտեղ ապրանք է մատակարարվում Մերձավոր Արևելքից։